Գտնվում ենք Սևան Դիլիջան թունելի մոտ։ Հիշեցնեմ, որ թունելը շահագործման է հանձնվել 2004 թվականին։ Վանաձորի ճանապարհին կարճատև կանգառ են անում Հայաստան դաշինքի անդամները։ Հիշում ու հիշեցնում, երկրորդ նախագահի կառավարման շրջանում է կառուցվել Դիլիջանի թունելը։ Նախագիծ, որ դեռ խորհրդային իշխանությունն էր սկսել 1970-ին ու 2 տասնամյակ անց կիսատ թողել։ Մոտ 2,5 կիլոմետրանոց թունելը ահագին կրճատում է դեպի Վրաստան ճանապարհը։ Այն ժամանակվա համար գրանդիոզ ծրագիրը իրականություն է դարձել Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ, ոչ մի դրամ չավելացնելով պետական պարտքին։ Պատկերացնում եք, առանց պետական պարտքին մի դրամ անգամ ավելացնելու։ Ես միայն հիշեցնեմ, որ հիմա 8 միլիարդով ավելացել է պետական պարտքը ու այս 8 տարիների ընթացքում նման որևէ թունել դեռևս չեն կառուցել։ Այս թունելի կառուցման շնորհիվ կրճատվել է Սևանից դեպի Դիլիջան ճանապարհը շուրջ 4,5 կիլոմետրով, բայց որ ավելի կարևոր է, ժամանակային առումով է շատ ավելի կրճատվել։ Ոլորաններն են 8-ով պակասել։ Առաջին ձյան հետ հալվող ասֆալտի վրա իր PR-ը կառուցող Փաշինյանի թիմը ռազմավարական նշանակության կառույցների շինարարությամբ չի կարող հպարտանալ, նկատում է ընդդիմությունը։ Խոստացել էին 15 ջրամբար կառուցել, բայց հազիվ մեկի շինարարությունն են գլուխ բերել։ Ոչ միայն թունել չի կառուցվել, ընդհանրապես մեծ պրոյեկտներ չեն կառուցվել Հայաստանում ընդհանրապես։ Իսկ որ իշխանությունը փոխելիս այս թունելներ կարող են կառուցել։ Այո, եւ ոչ պարտվել։ Ձեր կյանքը մերն եմ։ Երկրաշարժի հետո Հայաստանը կառուցրել եք դուք։ Ո՞տ եք կառուցրել Հայաստանը, ես գիտեմ։ Ես տեսել եմ երկրաշարժի հետո առաջինը դուք եք կառուցրել Հայաստանը, մեր ածեր Հայաստանը։ Վանաձորի արդյունաբերական վերածնունդն էլ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում է եղել, հիշում են շատ վանաձորցիներ։ Մասամբ կորունդի ցեխ աշխատեց, կարպետի ցեխ աշխատեց, մելամինի բավական կարճ ժամանակ, հետո թե ինչի փակվեց, իմ ժամանակ չփակվեցին։ Ես տեղակ չեմ։ Ես կարծում եմ հետագայում գազի գնի փոփոխությունը ենթադրում եմ պետք է ազդած լինեին, բայց իմ ժամանակ չի փակվել։ Մասամբ վերականգնվեց եւ աշխատում է։ 24-ամյա Էդմոնը քոչարյանական տարիների արդյունքները համեմատում է այսօրվա իրողությունների հետ ու ասում, որ հիմա հայաստանցիների ընտրությունը փորձի ու փորձանքի միջև է։ Ինքը իր քվեն տալու է ամենափորձառու թեկնածուին Ռոբերտ Քոչարյանին։ Առաջին հերթին ճիշտ թեկնածուն, լավ թեկնածուն պետք է լինի խոսքի մարդ, որ պարոն նախագահը բազմիցս գործով ապացուցել է, եթե նայենք գլոբալ համարում եմ միակը, ով քաղաքական փորձով մտել է եւ հենց հիմա մտնում է այս դաշտ։ Բացի երկրի տնտեսությունը նոր ռելսերի վրա դնելու սպասումից, Էդմոնը նաեւ Քոչարյանի հետ է կապում Հայաստանի անվտանգային ապագան։ Նրա նախագահության 10 տարում ոչ մի պատերազմ չի եղել, հիշեցնում է նա։ Եթե չկա երկրում անվտանգություն, մնացած երկրի հարցերը իմաստազրկվում են ուղղակի։ Իմ համար խաղաղությունը դա ռազմական բալանսն է։ Ուրիշ խաղաղության մեթոդ աշխարհում չեմ տեսել։ Էդմոնը կարծում է, որ իմիտացիա է Փաշինյանի խաղաղությունը։ Պարզապես Ալիևը խոստացել է չկրակել, որ Փաշինյանը վերընտրվի ու հլու հնազանդ կատարի նրա մյուս պահանջները։ Իմիտացիա խաղաղության Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ՕԳԳ-ն համարում եմ 0։ Վանաձորում չեն հասկանում, թե ինչպես պետության ղեկավարը կարող է ասել, որ եթե ինքը չվերընտրվի, պատերազմ է լինելու։ Ինչ է, ցմահ ուզում է պաշտոնավարել, մեր ժողովրդի գլխին մի քանի տարում 10 պատերազմ ու ռազմական բախում բերած մարդը։ Ռոբերտ Քոչարյանը նորից է շեշտում ու նորից բացատրում, մեզ երաշխավորված խաղաղություն է պետք։ Օրինակ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Իրանը կարող են դառնալ խաղաղության երաշխավորները։ Բանակցությունների ընթացքում կարելի է գալ շատ կոնկրետ մոդելի։ Այն երկրները կարող են լինեն, որոնք այս տարածաշրջանում խաղաղությանը հետ կապված ունեն հետաքրքրություն, որ խաղաղությունը պահպանվի եւ կայուն լինի, կախված չլինի մեկ անձի հետ։ Բարև ձեզ։
Վանաձորցիները անհանգիստ են Փաշինյանն իր շուրջը համընդհանուր սիրո ֆեյք տեսարաններ բեմադրելով նախընտրական ապաթիա է տարածում, Այս ձեր վերևի տներում մարդ չի ապրում։ փորձում տպավորություն ստեղծել, թե ինքն արդեն ընտրված է։ Մարդիկ փաշինյանական կեղծիքի դեմ ավելի ակտիվ պայքար են սպասում Հայաստան դաշինքից։ Ընդդիմությունը, հատկապես դուք Հայաստան դաշինքը ավելի շատ մարդկանց հետ շփումներ ունենա։ Դրա համար ենք։ Դրա համար չէ, sense քիչ է էլի։ Քիչ է։ Հա, Մեկ ու կես ամիս ունենք։ Առավոտ սկսելու ենք, ուզում եմ ասեմ Նիկոլը ուզում է, չէ, ապատիկ հակասարակություն ունենանք, խոսքի ասենք ոնց ասեմ ամեն ինչ նույնն է մնալու, բերընտրենք Նիկոլին, բան, նրա ուզածն դա է, չէ։ Այո։ Դուք պիտի ավելի լավ աշխատեք, հա, լավ եք աշխատել, շնորհակալություն, որ շեշակից էլ ցածր ստացվեց նրա վարկանիշը։ Քաղաքացու բնորոշմամբ շրիշակից ցածր վարկանիշ ունեցող Փաշինյանն իրեն չընտրողներին շուն ու շանգյալ է անվանում։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող ընտրողների շրջանում դժգոհության ալիք բարձրացրած այս արտահայտությանը կարճ է արձագանքում Ռոբերտ Քոչարյանը։ Ես չեմ կարող այդ բառապաշարն իջնել։ Կարծում եմ ուղղակի պետք է լավ մի բառ օգտագործել, շանտեղ չդնել։ Կարնե Մանգասարյան, Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր Կիրակի։